ոչ, որևէ վեճ տեղի չի ունեցել եւ եթե դուք նայել եք ձայնագրությունը, ապա տեսած կլինեք, որ չկա վեճ։ Կա հարց եւ տրվել է պատասխան, այսքանը։ Եվ դուք ակտիվորեն այս օրերին ձեր Facebook-յան էջում առանձին կտորներ եք հրապարակում քննչական կոմիտեի մոնտաժված ձայնագրությունից, կարծես արդեն դատավճիռ է կայացված հարուցված քրեական վարույթի վերաբերյալ, նման տպավորություն ենք ստանում։ Դա ձեր տպավորությունն է։ Եթե դուք որպես ահաբեկիչ եք ներկայացնում մի բան, որը դեռևս գոնե դատարանով ապացուցված չի։ Կներեք, կանխված ահաբեկչական ակտը կարծում եմ պետք է դատապարտվի ոչ միայն մեր կողմից, այլ նաև ձեր կողմից եւ մեր լրագրող գործընկերների կողմից, ընդդիմության կողմից եւ մենք ցավոք դա չենք տեսնում։ Ընդդիմադիր Թույլ տվեք ավարտել։ Չենք տեսնում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից եւ շատ հաճախ նաեւ մենք չենք տեսնում նաեւ մեր լրագրող գործընկերների կողմից։ Կա ձայնագրություն, Անիջան, եւ արդյոք իրական է թե ոչ նույնիսկ։ Փաստաբանը, եթե չեմ սխալվում, հաստատել է, որ ձայնագրությունը թույլ տվեք ավարտել։ Փաստաբանը վերահաստատել է, որ տվյալ մարդու ձայնն է եւ չկա որևէ այլ միջամտություն, հետեւաբար այն ինչ գոյություն ունի, անկախ նրանից տարբեր հատվածներ են թե ոչ, նույն օրն են այդ ձայնագրությունները արված կամ ձայնագրվել են նույն օրը կամ տարբեր օրեր, դրանից իրավիճակը չի փոխվում եւ դրանից գործողությունների պլանը չի փոխվում, հետեւաբար այն ինչ մեզ հայտնի է, դա դատապարտելի է եւ որևէ դեպքում չպետք է թույլ տալ հոկտեմբերի 27-ը կրկնվի կամ հոկտեմբերի 27-ից ավելի վատ իրադարձությունների ականատես մենք մեր օրերում լինենք եւ այն ինչ կանխվել է, կարծում եմ շատ կարեւոր է մեր պետության անկախության, մեր պետության ինքնիշխանության, մեր պետության ազատության համար։ Կարծեմ ձեր լրատվականներ գրել, որ մենք ես ավականու անդամների հետ դրսում վիճաբանություն եմ ունեցել, որը իրականությանը չի համապատասխանում, տեսանյութ կա, որտեղ ես պարզապես խոսում եմ ավականու անդամների հետ եւ առողջ քննարկում կա։ Եվ խնդրում եմ, որ այդ առողջ քննարկումը հենց այդպես ներկայացնեք։ Եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը քննչական կոմիտեի նախագահ երեք ասաց, որ այո ձայնագրությունը ամբողջական ներկայացված չի եւ ամբողջական չէին կարող ներկայացնել, որտեղ անձնական տվյալներ կան եւ այո, կիսատ ներկայացվում է, որ հատվածը որ կարեւոր է քննության համար դա է ներկայացվել։ Հիմա հարցս էսպիսին է. եթե ձեր խոսակցությունները, օրվա ընթացքում ձեր խոսակցությունները իրավապահ մարմինները լսեն եւ հանրությանը կոնտեքստից կտրված իրենց ինչ արժեք է դա ներկայացնել։ Օրինակ դուք ո՞ր քրեակատարողական հիմնարկում հայտնեք։ Ես որևէ քրեակատարողական հիմնարկում չեմ կարող հայտնվել եւ չեմ կարծում, որ դրանք համեմատության եզրեր ունեն իրար հետ։ Առավել եւս դե թույլ տվեք։ Հիմա նայեք, դուք հարց եք տալի, հիմա ձեզ ժամանակին բռնության մեջ էին մեղադրում։ Անի ջան, ով մեղադրում էր, հաջորդ օրը զրպարտության համար ներողությունը խնդրել, բայց ցավոք էլի որոշ լրատվականներ փորձեցին միայն մի կողմը ներկայացնել։ Դա այլևս այդ թեման փակ է եւ դրանք շահարկելը կարծում եմ ոչ բարոյական է։ Հետեւաբար թույլ տվեք շարունակել ձեր հարցի պատասխանը ամբողջությամբ տամ եւ խնդրեմ մեր գործընկերներին թույլ տան ավարտեմ ձեր պատասխանը։ Որևէ կերպ դրանք համեմատելու եզրեր չեն եւ ես որևէ քրեակատարողական հիմնարկում կամ իմ ընկերները չեն կարող հայտնվել, որովհետեւ հիմա խոսքը գնում է ահաբեկչական ակտը կանխելու մասին եւ դուք հիմա որևէ խոսակցություն, օրինակ ես կարող եմ բարևել որևէ մեկին կամ մի մարդու մասին խոսելիս ասեմ ընկեր ջան եւ այդ ընկեր ջանը դուք համեմատում եք ահաբեկչական գործողությունների պլանի հետ։ Մեր ներքին ոչ, չի կարող այդպես լինել, որովհետև մենք նման խոսակցություններ չենք ունենում, որովհետև նպատակ չկա նման խոսակցությունների, հետևաբար
2016 թվականին, երբ որ Սասնա ծռերը գրավեցին ՊՊՑ գունդը, Նիկոլ Փաշինյանը այդ գործողություններին օրինակ չէր որակում ահաբեկչություն, չնայած որ այդ ժամանակվա իշխանությունը նման որակում էր տալիս։ Եվ դա ըստ էության արդեն կայացած փաստ էր, հարձակում էր տեղի ունեցել, սպանվեցին ոստիկաններ։ Ես կարծում եմ, որ 2016 թվականի իրադարձությունների մասին գուցե դուք ամբողջական տեղեկություններ չունեք եւ հետեւաբար այդ գործողությունները ես կարծում եմ, որ դրանք կազմակերպված գործողություններ են եղել օրվա իշխանությունների կողմից կազմակերպված եւ ներքաշել են մարդկանց առանց իրենց իմացության որոշակի process-ներ գեներացնելու եւ որոշակի արտաքին մարտահրավերներ, որպես որոշակի արտաքին մարտահրավերներ կանխելու կամ դրանք երկարաձգելու համար։ Փաշինյանն էլ է դրա մի մաս եղել, առաջինը ինքը մտավ ՊՊՑ գունդը, ավելի խորենացի փողոցում հենց ինքն էր գոռում իշխանափոխություն։ Ես այդ հարցին պատասխանեցի Անջան, համեցեք։ Վարդանյանը հանձնաժողովի նախագահ չմտավ, մի րոպե կարևոր բան է հայտարարել ժողովում։ Դուք ասում եք, որ դա process էր կազմակերպված։ Այդ կազմակերպված process-ի հատված եղել է Նիկոլ Փաշինյանը արդյոք թե ոչ, որտեղ ինքը կասկածելի հանգամանքներում առաջինը հայտնվեց ՊՊՑ գնդում եւ այդ ամենը լուրջ հարց տվեք, խնդրում եմ, որովհետեւ ձեր տված հարցը չէ։ Բան եք հայտարարել։ Ես էլ ասում եմ, եթե կազմակերպված էր, ապա Փաշինյանը դրա մի մաս էր, որտեղ ինքը առաջինը կասկածելի հանգամանքներում հայտնվել է ՊՊՑ գնդում։ Երբ որ Լինար Վարդանյանը Անջան, հիմա հարցը տվել եք, պատասխանեմ։ Խոսքը գնում է Սասնա ծռերի եւ այդ ժամանակվա իշխանությունների մասին եւ Նիկոլ Փաշինյանը որևէ process-ից տեղյակ չէր կարող լինել, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը որևէ process-ի մաս չի կազմել։ Ինքը բառացի ասել է, անընդունելի է Սասնա ծռերին որակել ահաբեկիչ։ Այսինքն Բագրատ Սրբազանի այդ խումբը, այդ հեղաշրջման պլանը, այսպես ասած, բերեցին գցեցին ընդդիմության գետնանացին, բայց այո, դուք համեմատում եք 2016-ը 2025-ի այն process-ների հետ, ես կարծում եմ, որ 2025-ի Վազգեն Գալստանյանի կազմակերպած process-ները պետք է համեմատվի եւ համեմատելի են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի հետ։ Բայց ձեր ավելի քան սա օրինակ բանը չէ։ Նարեջան հարցը Պարոն Բակոյան, Նիկոլ Փաշինյանը նախ այսպես Facebook-ում հրատարակել էր հայտարարել այդ, որ այլևս հայրախոսությամբ չի զբաղվելու, հետո էլ ասում է եկեք կոնսենսուսի գանք, մեկս մյուսին չհարենք, ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը այսպես որոշեց իր դիրքավորումը անանել, հա, ինչպես Զաննի ասում, ինչու որոշեց կիրթ դառնալ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր տված ձևակերպման հետ, որովհետև վստահ եմ դուք շատ լավ գիտեք եւ վարչապետը կիրթ է եւ կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ տվյալ պահին եւ եթե մարդու ընտանիքին բարբերաբար կպնում են եւ դուք նաեւ որպես լրագրողներ դա չեք դատապարտում եւ ինչ որ պահի երբ հակառակը ինչ որ պահից սկսած մարդը այն դեպքում երբ իր ընտանիքին շարունակում են նորից վիրավորել հայոյախառն արտահայտություններով եւ դրան արձագանքում է եւ դուք սկսում եք քննադատել, ես կարծում եմ պետք է նայել, ես կարծում եմ, որ պետք է երկու կողմն ճիշտ ներկայացնել եւ երկու կողմն ճիշտ մեկնաբանել։ Մերի ջան, եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ այս process-ներ, որոնք տեղի են ունենում ոչ թե եկեղեցու հետ է, այլ եկեղեցական որոշակի գործիչներով է պայմանավորված եւ եթե նախկին Սրբազանը ահաբեկչական ակտ է ձեռնարկում եւ դա բացահայտվում է, կարծում եմ խնդիրը այլ տեղում է եւ ես կարծում եմ, որ Աստծո տանը ծառայող մարդիկ պետք է ծառայեն Աստծուն եւ
որևէ այլ process-ով չզբաղվեն, առավել ևս չզբաղվեն ահաբեկչությամբ։ Բայց հենց նույն գլխավոր դատախազությունը 2023 թվականին, երբ որ Դանիել Իոնիսյանը պաշտոնական գրություն էր ուղարկի ասել էր, որ Միքայել Սրբազանը ռազմական հեղաշրջման մասին ահաբեկչական հայտարարություն է տածում, ասել էր արարքը հանցանք չէ։ Իսկ հիմա գլխավոր դատախազությունը առաջ է քաշում ոչ հիմնավոր մի փաստակ, ասում է նոր լույսի ներքո հանցագործություն է։ Սա է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, այսպես են քրեակատարողական հիմնարկներում։ Հայաստանի Հանրապետության արդարադատությունը առավել քան անկախ է եւ 2023 թվականից հետո էլ մի շարք հոգեվորական Միքայել Սրբազանին Նիկոլ Փաշինյանի գրառումը հաստատաններն են արձանագրել։ Հենց խնդրում եմ թույլ տվեք ավարտել։ Խնդրում եմ, չէ, թույլ տվեք ավարտել։ 2023 թվականից հետո էլ արվել են մի շարք հայտարարություններ հենց հոգևոր գործիչների կողմից, որոնք հիմք են հանդիսացել այն process-ների, որոնք տեղի են ունեցել։ Պարոն Բակոյան, ձեզ չի մտահոգում, որ անընդհատ այս նմանատիպ գործերը նույն անունը հասակներն են, հա, անընդհատ մակագրվում այս գործերը, որը Հանրապետության կուսակցության նախկին անդամ է եղել։ Սա արդյոք այսպես արդեն որոշված չէ, որ միանգամից նա կալանք։ Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը առավել քան անկախ է, առավել քան երբևէ անկախ է, եւ որևէ մեկը չի կարող միջամտել եւ ազդեցություն ունենալ, մի միջամտեք, խնդրում եմ մի միջամտեք, որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դատարանների վրա եւ դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատավարական process-ների, որոնք գուցե նաև մեր սրտով տեղի չեն ունեցել։ Անընդհատ որ նույն դատավորին է, հա, մակագրվում, դա դուք արդյոք հարցեր չի առաջացնում ձեզ, ինչպես է լինում, որ քաղաքական Գիտեք, մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք համակարգին։ Չէ, նորից եմ ասում, ես ժպիտով կվերաբերվեմ Անջան քո ասացին, բայց այն ինչ դուք ասում եք, որ մեզ չի ուզում, մեզ մի շարք հարցեր պարբերաբար հուզում են եւ ոչ միայն մի շարք, բազմաթիվ հարցեր են պարբերաբար մեզ հուզում եւ կարող է դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր մեզ էլի հուզեն։ Ձեզ չի հուզում, որ Մայրաթորը ԱԱԾ-ով ոստիկանական մեծ խմբով գնացին եւ շատերը դա գրող որակեցին։ Շատերը ովքեր են գրող։ Գիտեք, ինչպես եք դուք ներկայացնում, ես կարծում եմ, որ Հավելը ասում էր, որ մոլի նիկոլականներ էլ կային, ովքեր եկել էին պաշտպանելու եկեղեցին հարձակումից։ Ներեցեք, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլի չեմ բնորոշի եւ հետեւաբար թույլ տվեք զերծ մնալ Ինչպես? Գիտեք, դուք հիմա նույն բառապաշարով եք խոսում, ինչ երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն էր խոսում եւ տարօրինակ կապ եմ տեսնում դրա մեջ։ Համեցեք։ Սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եկեղեցին համարում է Հայաստանում հանրության շրջանամայնաբարձր հեղինակությունը վայելող կառույց։ Քանի որ գործընկերներս եկեղեցու սպասավորների նկատմամբ իրականացված քրեական դիտարկումը համարվում են հարձակում, արշավ եւ այլն, մենք չենք համարում դա մի հարց այս համատեքստում։ Եթե եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն է վայելում, ինչու հանրությունը փողոցները չի փակել պաշտպանություն եկեղեցու եւ այսպես սպոնտան ինքնաբուխ շարժման նորից թույլ տվեք եւ կոնկրետ հոգեվորականների պաշտպանությունը ինչու են փողոցները այս անգամ դատարկ։ Նորից թույլ տվեք չհամաձայնել, որ որևէ հարձակում որևէ տեղի վրա, այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգեվորականներով, ովքեր հեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է եւ կան գործիչներ,
ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ եւ տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Պարոն Բաքոյան, ներողություն, իրավասության ինչու է այդ դեպքում բարձր հեղինակություն վայրող գործողությունները սրբապղծություններ մայրաթորի։ Գիտեք, ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Պարոն Բաքոյան, իրավասության թույլ տվեք ես ավարտեմ իմ հարցի պատասխանը, բայց դուք չշուշեցիք Համեցիք։ Պարոն Բաքոյան, վերաճառնելով իմ հարցին, պարոն Բաքոյան։ Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են եւ քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփ ու շվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն ժողովրդին եւ պետությանը։ Փաշինյանի մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից։ Ընդամենը մեկ հրահանգով դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը։ Ինչ արդարություն։ Ես ձեզ օրինակներն եմ բերում, այս տիրույթումա ձեր արդարությունը։ Ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպում եմ։ Ձևակերպեք։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Ձևակերպեք։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով է դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայք հետո կարգայեք բայց ես ասում եմ ուղիղ գրառումներ են եղել Անջան հարց եք տվել դե պատասխանեք հարցին Անջան ես եմ որոշում պատասխանել թե չէ սա մեկ Անջան կլինի որ դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը կլինի որ դուք լսեք կլինի որ լսեք խնդրում եմ կլինի որ լսեք դուք նոր էմոցիաներից կլսեք պատասխանը դե խնդրում եմ լսեք հարց եք տվել բարի եղեք լսեք Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում որ մեկ գրառմումով դա տեղի ունեցել ես կարծում եմ դրա մասին պարզաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում էր դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված էր որպիսի հեծին Հեծը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները, որոնք տեղի են ունենում, մի ամսվա մեջ ժամանակ էր տրված, որ դրանք կարգավորվեն, բայց դրանք չեն կարգավորվել։ Երբ որ այդ մի ամիսը ավարտվել է, այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաեւ հեծի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում, ըստ էության այն խնդիրները, որոնք չեն լուծվել հեծում եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարությունները արվում, որպիսի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման
ծրագիր է։ Սա այն պատասխանը, որ Պարոն Բաքոյան, տեսեք, դուք ասացիք, որ 1 ամիս ժամանակ է տրվել, որ ըստ էության այն արկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացրել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին Կառավարության 5-ամյա ծրագրում Արցախը ներառված է։ Ես խնդրում եմ 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել, որ 2025 թվականին դեռ ավարտված չէ կառավարության 5-ամյա ծրագիրը, կարծում եմ դեռ շուտ է։ Բայց օկուպացիայի Արցախի սպասեն, Շուշիի հադրութի դե Կարծում եմ Լեռնային Ղարաբաղի մասով հարցերը դրանք ստացել են բավարար պատասխաններ եւ հիմա եթե որևէ այլ հարցեր ունեք, ապա խնդրում եմ։ Դուք դատական եւ իրավական համակարգի անկախությունից եւ արդարությունից եք խոսում, նաեւ այստեղ մեր հնչեցրած հարցերին պատասխանացում եք էմոցիոնալ է, չոր իրավական տերմինաբանությամբ եթե գնանք, Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, այդ ընթացքում նա չի ծանուցվել եւ միայն հունիսի 25-ին ազգային անվտանգության ծառայությունը տեղեկանալով, որ նա գտնվում է Վեհարանում, հարձակում են իրականացնում Վեհարանի վրա։ Հիմա սա է ձեր պատկերացրած եւ սա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական համակարգը։ Եթե ես չեմ սխալվում, իրավապահները դրա նախորդող գիշերը եղել են առաջնորդարանում ոչ առաջնորդարանում, այլ եթե ես չեմ սխալվում, եղել են Գյումրի քաղաքում եւ արդեն առավոտյան նաեւ տեղեկանալով, որ Միքայել Սրբազանը գտնվում է այդ վայրում, այցելել են Չէ, դուք դեպքերը խառնում եք, բայց ես ձեզ ասում եմ, Միքայել Սրբազանը չի ծանուցվել, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, նրանք միայն որոշում են հունիսի 25-ին ձերբակալել։ Ձեր հարցին հստակ հետեւյալ կերպ պատասխանեմ, որ դատական համակարգը որևէ մեկի կողմից չունի ազդեցություն եւ ձեր այս հարցը հստակ ուղղված է դատական համակարգին եւ այն մարմիններին, ովքեր այդ գործողությունները իրականացրել են։ Պարոն Բաքոյանին հարցին ձեր գործընկեր Գեղամ Մանուկյանը Միքայել Սրբազանին ձերբակալելու օրը Մայրաթորի հնչող հողանցների ներքո ասում էր, որ ժողովուրդ դուրս եկեք փողոց Սանոր Սարդարապետը։ Ինչն է պատճառը, պարոն Բաքոյան, որ 60 եւ ավելի տոկոս հեղինակություն վայելող կառույցի պաշտպանությունը չի ստանձնում նույն այդ կառույցի հեղինակություն այդքան բարձր գնահատած հանրությունը։ Ինչու ժողովուրդը դուրս չի գալիս պաշտպանություն եկեղեցուն։ Ես թույլ տվեք այնինչ մտածում եմ դրա մասին չխոսեմ, բայց հանրությունը ինքն է որոշում դուրս գալ թե ոչ։ Պարոն Բաքոյան, ինչ է կարծում հանրային վերջացրեցիք։ Արդյոք սրանից հետևում է, որ եկեղեցին որպես ինստիտուտ է հեղինակություն վայելում, բայց ոչ դրա սպասավորները, հետևաբար եկեղեցին միանշանակ հանրության կողմից որպես ինստիտուտ հարգանք այո վայելում է, բայց ես կարծում եմ մի շարք եկեղեցական գործիչներ, ովքեր դուրս են եկել իրենց հոգևոր ծառայության տիրույթից եւ քաղաքական գործունեություն են ծավալում եւ իրենց մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ կան, կարծում եմ սրանով նաեւ պայմանավորված է հանրության որոշակի վերապահում հենց այս անձանց նկատմամբ։ Եզրակացնենք, որ եկեղեցականները հեղինակություն չեն վայելում, հետևաբար դրանց պաշտպանության համար ժողովուրդը Գիտեք, եկեղեցականներ կան, ես տեսել եմ ինչպես են իրենք հոգևոր ծառայություն մատուցում եւ ինչպիսի կյանքով են ապրում եւ ես որպես աստվածավախ մարդ համբուրում եմ այդ եկեղեցականների աճը, բայց այն եկեղեցականները, ովքեր իրենց ծառայություն տիրույթից դուրս են, ես կարծում եմ պետք է զբաղվեն այն ամենով, ինչով որ սկսել են զբաղվել քաղաքականությամբ, բարի գալուստ քաղաքականություն եւ թող եկեղեցուն էլ հանգիստ թողնեն։ Ես կարծում եմ բավարար պատասխանեցի, բայց այս ընթացքում նաև միտք գեներացա, որի մասին կուզեմ խոսել եւ կարծում եմ արդեն ավարտում ենք։ Նարեկ պատասխանեմ ձեր հարցին, բայց ինձ հետաքրքիր է, որ նաև մեր լրագրող գործընկերների կողմից հարցադրում է նաև հենց վերջի իրադարձությունների մասին
այլ կերպ կամ այլ տեսանկյունից չբարձրաձայնվեց։ Այ օրինակ ինչպես կանխվեց նոր ահաբեկչությունը կամ արդյոք այդ ահաբեկչությունը, որ տեղի ունենար, ինչպիսի հետևանքներ կունենար։ Եվ ես այս հարցադրումները պարզապես չլսեցի։ Ինչ ճակատագիր են ստացել։ Դուք գիտեք, այս որերորդ գործն է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Բազեյանի գործը կա, իշխանազատման հետ կապված, Տերևաթափի գործը կա, Աշոտ Երկաթենց գործը կա, ու հանկարծ բոլորը մեծամասամբ ազատության մեջ են, բացի Սերոբ Գասպարյանի գործի։ Հասկանում եք, եթե այդքան ռեալ է տենց վտանգը, այդքան ռեալ է, բայց ծանր հանցագործները ինչ են անում փողոցում։ Եթե տես ծանր հոտվածներ են, այդքան ռեալ է, շնորհակալություն այդքան շոշափելի է, ինչ են անում։ Նարեկյան կասես։ Չեմ չպատասխանում։ Ասում եմ, ինչ են անում։ Չպատասխանեք, այս որերորդ նմանատիպ գործն է։ Ուզում եմ ասեմ, դուք եք այս հոտվածները Ուժային կառույցների ներկայացուցիչներին տվեք, այն կառույցներին, ովքեր զբաղվում են դրանով, ձեզ կպատասխանեն։ Ասում եմ, ծանր հանցագործների ինչ գործում են փողոցում։ Շատ լավ։ Պարոն Բակոյան, դուք ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի առաջարկած այս սցենարը աշխատելու է, թե չէ հանրային կոնսենսուսի գալ, հայոյանքներ չտալ միմյանց, կարծում եք դա կաշխատի։ Գիտեք, շատ կարևոր է, որ հանրային տիրույթում քաղաքական գործիչների խոսքը շատ ավելի անաղարտ լինի, բայց ցավոք մենք նաև նկատում ենք, որ ընդդիմադիր մեր գործընկերները հենց իրենց կարևոր մեխերից մեկը գործունեության համարում են նաև նման գործելավոճը, հետևաբար ես իմ անձնական կարծիքն է, որ ընդդիմությունը իր որդեգրած քաղաքականությունից, գործելավոճից պայմանավորված նաև հենց իրենց բառապաշարով պարզապես չեն փոխել։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ով հայոյի համարժեք պատասխան կստանա, սա արդյոք չի նշանակում, որ պետությունը չի կարողանում իր քաղաքացիներին օրենքներով պաշտպանել, որ հայոյանքի դեմ, այսպես հայոյանքի գործ։ Հայոյանքը քրեականացնող օրինագիծ բերեցինք եւ հենց մեր սիրելի գործընկերներ, լրագրող գործընկերները, քաղաքացիական ներկայացուցիչները, նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչներ, ընդդիմությունը քննադատում էր այս օրենքը, որը ամբողջովին կարողանում էր կարգավորել այս դաշտը, բայց ցավոք հենց ձեր ճնշման եւ մեր քաղաքացիական եւ մնացած գործընկերների ճնշման ազդեցության տակ մենք որոշեցինք, որ այդ փոփոխությունը պետք է իրականացնել։ Երբ վարչապետն ասում է հենց ինձ հայոյեցիք, ես էլ ձեզ կհայոյեմ։ Գիտեք, երբ մարդու ընտանիք են մտնում եւ դրա մասին տարիներ շարունակ լռում են, ես կարծում եմ այստեղ նաեւ Ես կարծում եմ, լավ չասեմ ում աջակցության անհրաժեշտությունը կար, բայց ես կարծում եմ, որ անընդունելի է մտնել մարդկանց ընտանիք, եթե խոսքը վերաբերվում է աշխատանքին, ապա այս մասով բազմաթիվ քննադատություններ կարող են լինել, բայց մարդու ընտանիք մտնելը դա բարոյականության սահմաններ հատելն է եւ եթե կա մարդն էլ ընդունակ է համբերության եւ համբերության իր սահմանագիծը ունի եւ այդ սահմանագծից հետո ինքն է որոշում ինչպես պատասխանել այն հայոյանքներին կամ հայոյախառն քննադատություններին, որոնք ուղղված են իր ընտանիքին եւ հետեւաբար ինչ որոշում էլ որ ինքը կայացնի, ես կարծում եմ այդ որոշումը իր եւ իր ընտանիքի համար արդարացած է։ Ներողություն, պարոն Բակոյան, դուք որ այսպես նեղվեցիք, հա, որ ասում եք չեք հարցնում, ինչպես է բացահայտվում։ Ես չեմ նեղվում, ես պարզապես դրա մասին ինչպես է բացահայտվում։ Գուցե նաեւ նեղվում եմ եւ ցավ եմ ապրում։ Լավ, արեք չկենտրոնանանք այդ բառի վրա։ Բայց կարող ենք կենտրոնանալ։ Ինչ ունեք ասելու, որ այսպես մտահոգել էր ձեզ, որ այդպիսի հարց չհնչեց, թե ինչպես է բացահայտվել այդ ենթադրյալ հեղաշրջման մոտեցման հարցը։ Ինձ հետաքրքրում էր նաեւ մեր մեդիադաշտի։ Դե ես հարցում եմ, ինչ ունեք ասելու դուք լրացուցիչ։ Իմ ասելիքը ամբողջությամբ ասեցի։ Դե բայց եթե ասելիք չունեիք, ինչու եք ուզում որ նման հարց հնչի։ Ես չասեցի, ես ասելիք չունեի։ Ես իմ ասելիքը ամբողջությամբ ասեցի։
Ձեր տված բազմաթիվ հարցերի Բայց միջից։ կա հիմա մի բան, որ գիտեք թե ինչպես քննչական կոմիտեի աշխատանքի թե Շատ լավ ենք վստահ։ Չէ, Շատ լավ ենք։ որի շենքից Շատ լավ ենք վստահ։ որի շենքից $590,000 պարզապես ստանում են։ Շատ լավ։ Ինչպես է գնա։ Հարց տվեցիք, պատասխանեցիք, շատ լավ ենք Շատ լավ աշխատել եք։ Ոչ, շատ լավ ենք վստահում, հարցրեցիք, ինչպես եք վստահում։ Ասեցի շատ լավ ենք վստահում։ Կապ չունի 590,000 տանում են իրեն։ Չեք կարծում, պարոն Բակոյան, հաշվի առնելով Բագրատ Գալստանյանի նախորդ սեպտեմբեր նրանք իրենց ուղղորդումը ազդեցություն ունեցել են այդ։ Այո, կարծում եմ։ Հատկապես Որ միասին են աշխատում եւ այո, եւ այսօրվա հանդիպության լռությունը եւս դրա մասին էր խոսում, որ միասին են աշխատում եւ ես համարում եմ, որ մասնակից են։ Դուք այսինքն առանց դատանի վճռի նման հայտարարություն Իրավունք ունեմ պատասխանատու անձի տեսանկյունից կարծում եմ դա Ես կարծում եմ այո, կարծում եմ ունեմ, որովհետև առնվազն ահաբեկչական ակտ է կասեցվել եւ սա կարևոր իրադարձություն է, որ տեղի չի ունեցել մեր երկրի համար, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, առասարակ գոյության համար։ շնորհակալություն։ Թվեկելու համար։ Մենք ընդհանրապես ավելացնում ենք նոր